Բարոյ, մենք ձեզ ֆայտոնով ենք սպասում ճիշտն ասած, բայց Վիսյանով եկաք չինական։ Ֆայտոնը շատ գեղեցիկ է ու ավելի տրամաբանական, բայց այսօր այդ օրը չէր, որ ֆայտոնով կային։ Չինական տեխնոլոգիաներ։ Լսում եմ ձեզ։ Դուք կոալիցիա կազմելու եք որևէ ուժի հետ, մասնավորապես ասում են, որ ԿՊ-ի հետ եք գնալու համագործակցության։ Ով է ասում այդպես բան, եթե նման հայտարարություն չեմ արել, հակառակ ես ասել եմ ոչ մեկին, մենք քվե չենք տալու։ Քանի որ նախկինում ԿՊԱ-ական է եղել։ ԿՊԱ-ական ես երբեք չեմ եղել։ Համակրել եք Հեղափոխական։ Հեղափոխական, բայց ԿՊ-ի հետ։ Ազգի 90%-ն է եղել հեղափոխական։ Դա լավ էր թե վատ։ Դե այն ժամանակ բոլորս հասկացել ենք, որ լավ էր։ Փոշմանել եք։ Բայց այն որ ինչ որ պետք է տեղի ունենար, տեղի չունեցավ, բնականաբար Այստեղ քանի տոկոս ձայն կհավաքեք։ Առաջ Աստված ժողովուրդն է դա ասելու, ես չեմ կարող։ Իդեպ Աստծո անունը տվեցիք, հիշեցի։ Ինձ ասացին, որ դուք իդեպ Սփյուռքում ինչ որ կապեր ունեք եւ այդտեղ նաեւ որոշակի աղանդավորական շրջանակների հետ եք շփվում։ Նա Քրիստինե Հալաջյանին դուք եք այստեղ հրավիրել Գյումրի, ճիշտ է։ Ոչ, Քրիստինե Հալաջյանը ինքն է եկել Գյումրի։ Դուք դիմավորել եք։ Ոչ, ինչպես բոլոր Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն կան Գյումրի։ Դուք չեք շփվել նրա հետ։ Ես բոլորի հետ եմ շփվել։ Կյանքի խոսք աղանդի հետ ինչ որ կապ ունեք, պարոն Թումանյան։ Հակապես աղանդավոր չեմ, ես ունեմ մեր եկեղեցին, քրիստոնյա եմ, ինչպես մեծամասնությունը։ Ասում են, որ դուք ասում եք, որ Սփյուռքում կապեր ունեք, շրջապատ ծանոթություն եք, ովքեր են նրանք այդ դեպքում։ Ծառատեսակ մարդիկ։ Սկսած պաշտոնյաներից, վերջացրած հասարակ քաղաքացիներից։ Այդ կրոնական կազմակերպությունները, աղանդավորական կազմակերպությունները ունենք ոչ մեկի։ չեն աջակցում ձեզ։ Ոչ, ես չեմ էլ ճանաչում նման կազմակերպություններ։ Իսկ Քրիստինե Հալաջյանին ո՞նց եք վերաբերում, որ այստեղ շփվել եք, իրեն դիմավորել եք, ինչ-որ բաներ։ Որպես հայ մարդ։ Ինչպես բոլորը։ Բա ինչի՞ որ հենց դուք նրան դիմավորեցիք, շփվեցիք նրա հետ։ Ես չեմ դիմավորել նրան։ Մյուս տեխնատուները նրա հետ շփվեին։ Հարգելիս, դուք հիմա 5 տարի առաջվա բան եք խոսում, ինչ կապ ունի այսօրվա հետ։ Մարդիկ նաև կարող է դրանով կողմնորոշ։ Ակնկալություն կատարենք երևի այսպես ավելի։ Ինչ ակնկալիքներ ունեք առանց։ Ակնկալիքները ունեն, որ ժողովուրդը այս անգամ ճիշտ դիրքորոշում է ունենալու, որտեվ այս ընտրությունը Գյումրի քաղաքի փրկության հարցն է։ Այն որ ես ասում եմ հրաբուխ, դա պատահական չեմ ասում, այո, եթե այսօր այլընտրանքային տեխնազու չեղավ Գյումրիում, հաստատ խնդրեմ ունենալու է քաղաքը։ Այսինքն, եթե դուք չընտրվեք, հրաբուխ է լինելու Գյումրիում։ Եթե ես չէ, ես միակ այլընտրանքային տեխնազուն եմ, դրա համար ասում եմ։ Իսկ դեպքում ես եմ այլընտրանքային տեխնազու։ Իսկ փրկություն ասելով ինչ նկատի ունեք Գյումրին ինչ է սպասում, ապոկալիպսիս է լինելու, հանձնելու են Գյումրին, ինչպես Արցախը։ Շատ ինչ օրինակ։ Այսինքն Գյումրիից կարող է նոր հեղաշրջում, հեղափոխություն տեղի ունենալ։ Այսինքն իշխանություններին տապալելը դուք վատ բան եք համարում։ Եթե օրինակ հարցը իշխանությունները չէ, հարցը այն ընդվզումը, որ կարա տեղի ունենա Գյումրիում, նույնիսկ ասենք քաղաքացու թեմ դուրս գա։ Իսկ մենք ներքին բախումներ, իսկ մենք փոքր քաղաք ենք, մեկից մյուսից ճանաչում ենք, մեր հարից չէ, մեզ հարից չէ դա ամեն ինչը։ Եվ վերջապես սխալ ընտրությունը բերելու է նորից Գյումրու ճգնաժամին։ Իսկ այդ սխալ ընտրությունը այսինքն միայն ձեր ընտրվելու դեպքում է այդ ամեն ինչը բացառում։ Ընտրանքային տեխնազուն ես եմ, ով առաջադրվել է այն կուսակցությունը, որով առաջադրվել է եւ մեծ քաղաքականություն է վերադարձել Կարեն Տեմիրջյանը։ Իսկ ինչ է կարծում պարոն Թումանյան, հիմա եթե օրինակ դուք անցողիկ շեմը հաղթարեք, բայց 50+1 չլինեք, ում հետ կոալիցիա կկազմեք, ո՞նց եք պատասխանում հիմա այդ խոսակցությունը։ Հիմա այդ յետեներով առաջնորդվենք։ Ժողովուրդն, ոչ, ժողովուրդը։ Կանխատեսում դուք կարող եք անել, ես չէ։ Ես առաջի անգամ եմ կյանքում ընտրության մասնակցում, կարամ ուրիշների մասին ասենք ինչ-որ ձեր ասած կանխատեսումներն անել, բայց ոչ իմ բարակայում։ Իսկ նաև հետաքրքիր թե ձեզ ֆինանսական ռեսուրս որտեղից գիտենք, որ որոշակի բիզնես գործունեություն եք ծավալում, օրինակ Քոբոլեթիում ասում են ժամանակին դեռ չգիտեն Քոբոլեթի տեղը դուք բունգալոներ ունեք, վարձով եք տալիս, հա, այդ ձեր ֆինանսական այս ծախսերը ղեկացված ամեն ինչից, բայց մի քիչ խեղաթյուրված։ Ինչքան դե ճիշտ է դուք ասում։ Հարգելիս, ուրեմն 15 տարի շարունակ իրականացրել եմ ծրագրեր, այդ Քոբոլետին, որ դուք նշում եք, հազարավոր մարդիկ, 8000-ից ավել զոհվածների ընտանիքներ, անվճար տրամադրվել է ուղեգիր, նվեր գնացել են հանգստացել։ Ցույց տվեք մի տեխնազույի կամ մի քաղաքական գործի, ով նման բան է արել։ Տիգրան Կարապետիչն անում ողորմի իրեն։ Դե հիմա։ Իդեպ դուք նաև սերիալներում եք նկարվում, այդ ձեր ռոլիկները շատ սկսեց տարածել։ Երգին ցույց եմ տալիս, մեր որտեղ նաև պատգամավորի տեխնազու եք։ Այդ երազանքը որոշեցիք կոմպենսացնել իրականացնել։ Մնայել եք հենց այդ ժամանակ, հենց այդ պահն էր հարիր, որ ներկայացնում ենք այդ Պորչ տեսակը, պատգամավորական պորչ տեսակը, որոնք դուք այդ պորչն եք, պորչ կերպարն եք ներկայացնում ենք, որ այդ ժամանակներում այդպես են եղել։ Բայց դուք այդ պորչի կերպարի մեջ եք։ Միգուցե այդպես ենք ցույց տալիս, որպեսզի ժողովուրդը Հիմա այդպես չեք, հիմա ոչ, ես ժողովուրդ սիրող, ազգ սիրող, քաղաք սիրող
նվիրված քաղաքին, ժողովրդին այդպիսի մարդ։ Միա Ինչպես ճանաչում են։ գործիք է։ Բոլոր հարցերը դուք եք տալիս, ասեք։ Մանյան մեկ էլ շատ էսպես Արեցես։ տարածվում է ձեր դիմելաձևը մեծահասակների հատկապես որ ազիժ։ Հա, ես սիրում եմ այդ բառը, որտեղ մեծահասակներն ինչպես ասում են, չէ, ինչքան մեծանում են, այնքան էլ փոքրանում են։ Ես այդպես եմ սիրում իրանք էլ ծանոթ են, ձեր համար է դա, այսպես անակնկալ, բայց իրանք միշտ են լսել ինձանից։ Իդեպ 15 տարի շարունակ։ Այն տատիկը ինչ եղավ։ Մի հատ նկար էր տարածվել, մենք նախապատմություն չգիտենք, որ ձեր ձեռքը դրել եք Ախր դա տեսանյութ է, դա դուք վերցրել եք նկար եք նայում։ Այդ կինը հաշվանդամ վիճակում պարգած է եւ իր քայլողական խնդիր ունի եւ ես իրան խոստացա որ մի փոքր ինքը ուժ հավաքի որ դա կարողանամ տանեմ իր աչքերը վիրահատել տամ ասենք իմ ընտանիքի կողմից որպես հարգանքի նշան բայց ոչ քվեարկության իհարկե ինքը չի կարող մասնակցել ինչի մասին է խոսքը հարգելիս դուք այսօր մի բան եք տեսնում ասում եմ 15 տարի շարունակ ես արել եմ բարեգործական ծրագրեր չունենալով ոչ մի պաշտոն ոչ մի ասենք Այ դա էլ է ուզում հարցնել ձեր այդ ֆայտոնով հայտնի տեսանյութի մեջ ասում է որ մարդ գյումրեցի եք որը տասնյակ բարի գործեր արել Գյումրու համար ճիշտ եմ հիշում այդ տասնյակից առաջին 1-2 տասնյակը կհիշեցնեք դուք կարող եք համացանցը մտնեք ոչ մի բան ջնջված չի ամեն ինչ այնտեղ կա սա կարող եք գոնե հիշեցրեք որ նա ասեցի նոր ասի 8000 ազատամարտիկ եւ զոհվածի ընտանիք քիչ է դա ինչ է կարել ուղարկել եմ անվճար սևծով հանգստանալու 15 տարի շարունակ Էդիկ 1 հիմա տասնյակից առաջի տասնյակից այդ 1 ստեղծել եմ իմ մրցանակապ աշխություն համահայկական ոսկեմուշուրբա մեր գյումրեցիների լավագույն մարդկանց ովքեր նպաստ ունեն այս քաղաքի համար արած իրանց մեծարել ենք տվել ենք այդ տիտղոսը որովհետեւ իրանք շոյված ու շնորհակալ զգան իրանց կատարած աշխատանքի համար